Այժմ կներկայացնեմ ծախս և ծախսի տարր ենթամենյուները, որոնք գտնվում են ծախս մենյուում։ Ծրագրում հնարավոր է գրանցել կազմակերպության կողմից կատարված ցանկացած ծախս, օրինակ հոսանքի վճար, համացանցի վճար և այլն։ Ծախս գրանցելու համար նախ անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ծախսի տարր։ Օրինակ, եթե ցանկանում ենք գրանցել հոսանքի վճարը, նախ պետք է ստեղծենք հոսանքի գումար անվանումով ծախսի տարր։ Դրա համար մտնում ենք ծախս մենյուի, ծախսի տարր ենթամենյու, սեղմում ենք այս պլյուսին, բացվում է տվյալ պատուհանը, ծախսի տարի անունը դաշտում գրում ենք հոսանքի գումար և սեղմում ենք հաստատել կոճակին։ Ծախսի տարրը ստեղծվում է մեկ անգամ և պահպանվում է ծրագրում, ուստի հետագայում նույն ծախսի համար այն կրկին ստեղծելու անհրաժեշտություն չկա։ Ծախսի տարրը ստեղծելուց հետո մտնում ենք ծախս մենյուի համապատասխան ծախս ենթամենյու, կրկին պլյուսի օգնությամբ։ Բացվում է այսպիսի պատուհան։ Նախ նշում ենք ամսաթիվը, թե երբ ենք կատարել տվյալ ծախսը։ Նշում ենք գումարը, օրինակ 5000 դրամ։ Ընտրում ենք կատեգորիան, հոսանքի գումար, որը նոր ստեղծեցինք։ Ով է պատասխանատու անձը, ով է կատարել տվյալ վճարումը, օրինակ Գործ Ստեփանյան։ Ընտրում ենք վճարման եղանակը և կրկին սեղմում ենք հաստատել կոճակին։ Մեր կատարած ծախսերը երևում է ծախս ենթամենյուում։